Բարի երեկո սիրելի քույրեր եղբայրներ, Աստծուն փառք ենք տալիս այս երեկոյի համար, Աստված մեզ առիթ է տալիս իր սուրբ ներկայության մեջ գտնվելու այս սուրբ տաճարի մեջ, Տիրոջ առաջնորդությունը մեզի հետ լինի, ինձ Աստված խոսքի դուռը բացի, որպեսզի կարողանանք Աստծո ճշմարտության խոսքը խոսելու, նախ խոսողին, ապա լսողին օրհնություն լինի եւ շինություն լինի, մեր հոգիների փրկության համար լինի ինչ-որ Աստված մեզ առաջնորդում է իր փառքին համար ծառայող զավակներ լինենք, իր անունը փառավորենք։ Աստված ողորմած Աստված է, իրեն գոհություն ենք տալիս ամեն ժամանակ, նաև մանավանդ հիշվեց, ահա գոհաբանության օրերը կմոտենան, մենք առավել Տիրոջը փառք ենք տալիս իր տված բարիքների համար, առատ ողորմությունների համար, մանավանդ, որ Աստված մեզ այցելեց, ամենեն կարևորը, որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, ինքը մեզի կենդանություն տվեց իր որդու միջոցով, փառք Աստծուն։ Այսօր պիտի խոսենք Եփեսացիս թղթի 5-րդ գլխի, որտեղ Պողոս առաքյալը խոսում է վերնագիրն է լույսի մեջ ապրել։ Եփեսացիս 5-րդ գլխում։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբու ամեն։ Արդ Աստծո նմանող եղեք, սիրելի զավակներու պես։ Այո, Աստված մեզ կանչում է, որպեսզի իրեն նման լինենք։ Աստված սուրբ է եւ ինքն էլ կանչում է, որպեսզի մենք սրբության կյանքով ապրենք եւ առաջնորդվենք մեր կյանքի օրերը։ Ինչպես ասում է սիրելի զավակների մեջ, եւ սիրով վարվեցեք։ Աստված սեր է եւ իր սերը հայտնեց մեզ վրա եւ իր միածին որդին տվեց մեր բոլոր մեղքերի, հանցանքների համար իր կյանքը տալով եւ մեզի հավիտենական կյանքի դուռներ բացելով, փառք Աստծուն, իր սերը անհուն է մեր հանդեպ, Աստված սեր է եւ կուզեի, որ մենք էլ սիրով վարվենք մեկս մյուսի նկատմամբ եւ Աստծուն սիրենք մեր անձերից առավել։ Ինչպես Քրիստոսալ մեզ սիրեց եւ իր անձը մեզի համար մատնեց, անուշահոտ պատարակ եւ զոհ հլալով Աստծո։ Այո, Աստված իր սերը հայտնեց մեր վրա, երբ դեռ մեղքերի հանցանքների մեջ մեռած էինք։ Աստված մեզ համար մատնվեցավ, չարչարվեցավ, տառապանք քաշեց, անար խաչը ելելով իր կյանքը տվեց բոլոր մեղավոր մարդկության փրկության համար, որպեսզի բոլորն էլ հավատան եւ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Փառք այս մեծ գոհություն տալով, այո, այստեղ էլ խոսում է անուշահոտ պատարակ եւ զոհ մատուցանելով Աստծո, բայց Պոռնկության եւ ամեն կերպ պղտության կամ ագահության անունը անգամ պետք չէ հիշվի ձեր մեջ, ինչպես կվայելե սուրբերուն։ Պղտություն եւ ագահություն։ Ագահությունը մահացու մեղքերից մեկն է։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին հիշում է 7 մահացու մեղքերը՝ հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, ողորմություն եւ ցանկամոլություն։ Այստեղ խոսում է ագահության մասին, որ պետք չէ որ հիշվի ձեր մեջ, ինչպես կվայելե սուրբերուն եւ գարշելի բաներ կամ հիմարական խոսքեր կամ խեղկատակություն, որ չի վայելել այն մանավանդ գոհություն։ Այո, մեր խոսքերը պետք է համենված լինի, գոհունակ սրտով, ամեն ինչի մեջ մոտենանք, ինչ էլ որ լինի մեր կյանքի մեջ, նեղություններ, դժվարություններ, անհանգստություններ, ցավեր, բայց փառք ենք տալիս Աստծուն, որ Աստված մեզի տալիս է այդ գոհունակ սիրտը, ինչ էլ որ ինչ միջակների որ մեջ անցնենք, Տիրոջը փառք տանք, գոհանալով իրեն, ինչի համար, որովհետև Աստված մեզի հավիտենական կյանքի խոստում տվեց։ Այս աշխարհի մեջ պիտի լինեն նեղություններ, դժվարություններ, անգործություններ, հիվանդություններ, բայց ի վերջո այս բաները պիտի անցնի եւ մենք այս կյանքից հեռանալուց նույնիսկ պետք է որ Աստծո խոստումին համաձայն իր հավիտենական փառքին արժանացնելու Տիրոջ ողորմությամբ։ Երրորդ համարի մեջ ասում է, բայց պոռնկության եւ ամեն կերպ պղտություն կամ ագահության անունը անգամ պետք չէ հիշվի ձեր մեջ։ Հայտնության 21-րդ գլխի 7-րդ համարում ասում է, բայց վախկոտներուն ու անհավատներուն ու պիղծերուն ու մարդասպաններուն ու պոռնիկներուն ու կախարդներուն ու կրապաշտներուն բոլոր ստախոսներուն բաժինը կրակով ու ծծումբով վառված լիճի մեջ պիտի լա, որ է երկրորդ մահը։ Ահա տեսնում եք, մեզի
Աստված ազդարարում է, որ հեռու մնալու այս բաների մեջ։ Եվ գարշելի բաներ կամ հիմարական խոսքեր կամ խեղճակատակություն, որ չի վայելել այն մանավանդ գոհություն, ինչպես եւ հիշեցինք, գոհաբանության օրը մոտենում է եւ մենք ոչ միայն այս օրերի մեջ, ապա ամեն ժամանակ գոհանում ենք Աստծուն։ Իր տված բարիքները ամեն օր վայելում ենք, իր պայծառ լույսը գիշերային խավար ժամերի մեջ Աստված մեզ պահում է իր պահապան հրեշտակներով եւ գոհանում ենք, որ մեր պետքերը, կարիքները հոգու մեջ փառք ենք տալիս Աստծուն, ահա որ ինչպես քույրն էլ հիշեց, որ մենք ահա տարին վերջանում է եւ մենք գոհաբանության օր պիտի ունենանք եւ դարձյալ գոհանում ենք Աստծուն ամեն ժամանակ, ոչ միայն գոհաբանության օրվա առիթով, ապա ամեն օր Աստված մեզ գոհաբանության հոգի տա, որ մենք միշտ գոհանանք ամեն մեր վիճակի մեջ։ Քանզի գիտենք, թե ամեն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսին ու Աստծո թագավորության մեջ ժառանգություն չունի։ Ահա այստեղ Աստված ազդարարում է պիղծ կամ ագահ պոռնիկ, որ կռապաշտություն է, այսինքն չարին հարել է, որ մեզ Աստված ազդարարում է, որ հեռու մնանք այս բաների մեջ։ Չլա, որ մեկը ձեզի խաբե փուչ խոսքերով, վասնզի այս բաներն համար Աստծո բարկությունը կուգա անհնազանդության որդիներուն վրա։ Այո, մեր խոսքերը համեմված լինեն Աստծո խոսքով, մեր շրթունքները փառաբանության, օրհնաբանության երգեր երգելով Տիրոջը, ամեն ժամանակ գոհունակ սրտով։ Ուստի անոնց հաղորդ մի ելակ, քանզի թեև ատեմը դուք խավար եք, այո, մենք դեռ խավարի մեջ ենք, ժամանակ կար, որ պտտում ենք, չենք հավատում Աստծուն, չենք ընդունել Տերը Փրկիչը եւ մեր խավարի մեջ ապրում ենք, բայց փառք Աստծո, որ Աստծո ողորմությունը հասավ եւ իր լույսը, ինչպես եւ ասում է առաքյալը, բայց հիմա լույս եք Տիրոջմով, այդ Տիրոջ լույսը մեր վրա եկավ եւ մենք լուսավորվեցինք Աստծո խոսքով։ Մենք ճանաչեցինք մեր վեղավոր վիճակը եւ դարձանք լույսին, խավարի մեջ ենք այլում, այս աշխարհի գործերով, զբաղումներով եւ չարագործությունների մեջ ենք, հանցանքների, մեղքերի մեջ ենք, բայց փառք Տիրոջ, որ Աստծո լույսը եկավ մեզ լուսավորեց, մեր մտքերը, մեր էությունը եւ հիմա ասում է դուք լույս եք Տիրոջմով եւ ասում է մեզի ազդարարում է ուստի լույսի որդիներու պես քալեցեք։ Առաջին թուղթ Հովանու 5-րդ գլխի մեջ հետևյալն է ասում, առաջին թուղթ Հովանու 5-րդ համարը։ Ասիկա է այն պատգամը, որ իր մեր լսեցինք, որ ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է եւ անոր մեջ բնավ խավար չկա։ Եթե ասենք, թե անոր թե հաղորդակից ենք եւ խավարի մեջ պտտենք, սուտ կխոսենք եւ ճշմարտությունը չենք ասել, ապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք ու անոր Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքե կսրբե։ Փառք Աստծո, այո, Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ մենք խոստովանենք, հաղորդակից լինենք, մեր իր արյունով մեր ամեն մեղքերից կսրբե։ Փառք Տիրոջ լինի։ Հովանու առաջին գլխի 4-րդ համարը Հովանու ավետարանի 1:4-ը ասում է. Կյանքը անով էր ու կյանքը մարդոց լույսն էր եւ լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ խավարը զանիկա չճանցավ։ Այո, աշխարհ չճանցավ, շատեր չընդունեցին Տիրոջ այդ բերած լույսը, խավարի մեջ էլ մնացին, չհավատացին, որ մեր Տերը Փրկիչը ինքն է, Աստված է, որ եկած էր բոլոր մեղավոր մարդկությունը փրկություն բերելու։ Առաջին Հովանու առաջին գլխի 9-րդ համարի մեջ դարձյալ ասում է. ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը կլուսավորե։ Փառք Աստծո, մենք լուսավորվեցինք Տիրոջ լույսով եւ խավարի մեջ պտտում ենք, բայց Տիրոջ ողորմությունը հասավ մեզ վրա։ Եվ ուստի ասում է անոնց հաղորդ մի ելակ, քանզի թեև ատեմը դուք խավար եք, բայց հիմա լույս եք Տիրոջմով, ուստի լույսի որդիներու պես քայլեցեք։ Վասնզի հոգին պտուղ ամեն կերպ բարությունով, արդարությունով,
եւ ճշմարտությունով է։ Մենք պտուղներ պիտի տանք, Սուրբ Հոգի պտուղներն են՝ սեր, խնդություն, խաղաղություն, երկայնամտություն, ժուժկալություն եւ ասոնց բաների մեջ ասում է առաքյալը օրենք չկա։ Այո, այս պտուղներով զարդարվենք, բարությունով այստեղ խոսում է նաեւ բարությունով, արդարությունով, ճշմարտությունով է որ քնեցեք թե ինչ է Տիրոջը հաճելին, ինչ է Տիրոջը կամքը, Աստված որն է հաճելին, Աստված ուզում է, որ մենք իր արդարության ճանապարհի մեջ քայլենք, իր բարի կամքը կատարենք, գործենք իր գործերը, գործենք բարի գործեր, Աստվածահաճո գործեր։ Ոչ միայն թե մենք հավատացինք, ապա այդ ճշմարտության լույսը, ճշմարտության խոսքը Քրիստոսի տանենք այն հոգիներին, որ դեռ խավարի մեջ են, որպեսզի իրենք էլ լսեն Աստծո ձայնը եւ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Որովհետև Աստված իր միածին որդին ուղարկեց այս աշխարհ ոչ թե որպեսզի աշխարհը դատապարտի, ապա աշխարհը իրենով փրկվի։ Աստված չի ուզել մեկն էլ կորսվի, բայց մարդն է իր ազատ կամքով ընտրություն ունի ճանաչել Աստծուն, ընդունել իր սրտի մեջ որպես Տեր եւ Փրկիչ, թե հրաժարվել։ Արդեն մարդուն Աստված ազատ կամք է տված։ Եվ այդ ազատ կամքի մեջ մենք ընտրենք ճշմարիտը, լույսը, Տեր Հիսուս Քրիստոս, որպեսզի մենք հոգիով լուսավորվենք եւ նաեւ այդ լույսը տանենք այն հոգիներին, որ դեռ չեն ապաշխարած։ Այսօր իշքան մարդիկ կան, որ հեռու են Տիրոջ մեծ, աշխարհի մարմնավոր ցանկություններով եւ հեռացած Տիրոջ մեծ։ Աստծո ողորմությունը իրենց էլ հասնի, ինչպես որ Տիրոջ ողորմությունը մեր վրա հասավ, իրենց վրա եւս հասնի, որպեսզի իրենք էլ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Ու կսորտ մի լա խավարին անպտուղ գործերին։ Խավարի գործերը անպտուղ է, այստեղ ասում է, այլ մանավանդ զանոնք հանդիմանեցեք։ Վասնզի անոնց մեջ գաղտուկ գործած բաների մասին խոսելն էլ ամոթ է։ Այո։ Բայց երբ բանը լույսի մեջ ցուցադրված է հայտնի կլա, վասնզի ամեն բան, որ հայտնի կլա, լույս է։ Աստված ամեն բան գիտի, Աստված ամենագետ Աստված է, ամենակարող Աստված է եւ մեր գիտի մեր մտքերը, մեր խորհուրդները, մեր գործերը։ Ուրեմն լույսին բերենք մեր գործերը ճշմարտության, որպեսզի Աստված մեզ վարձատրություն տա։ Անոր համար կսե արթնցիր դուն, որ կքնանաս եւ կանգնե մեռելներին եւ Քրիստոս քեզի լույս պիտա։ Աստված ասում է այն, որ ինձի չի հավատա, արդեն իսկ դատապարտված է։ Եվ որն է դատապարտությունը, որ Աստված իր միածին որդին ուղարկեց այս աշխարհ, որպեսզի բոլոր մեղավոր աշխարհի մարդկությունը փրկելու։ Եվ ով որ չհավատաց, արդեն հիմա էլ եթե անձը չի հավատում, արդեն հավիտենական դատապարտության մեջ է։ Նայեցեք, որ զգուշությամբ քալեք, ոչ թե անմիտներուն պես։ Կողոսացիս 4-րդ գլխի 5-րդ համարի մեջ ասում է. խոնարհությամբ վարվեցեք դուրսիներին հետ, ժամանակը ծախու առնելով։ Մենք ժամանակը ծախու առանք, այսօր մենք եկանք Աստծո տան մեջ, Աստծո ներկայության մեջ, Աստծուն փառաբանեցինք մեր հոգևոր երգերով, սաղմոսներով եւ Տերը այդ է ուզում, մեր աղոթներով, որ Տերոջը հաճելի լինի։ Ժամանակը ծախու առանք, եկանք Աստծո տան մեջ, որպեսզի օրհնվենք, որպեսզի իր ճշմարտության խոսքերը լսենք եւ մենք փրկվենք, ավելի զորանանք Աստծո խոսքով։ Ապա իմաստուններու պես ժամանակը ծախու առեք, վասնզի օրերը չարեն։ Օրերը գնալով չարանում են, աշխարհի ընթացքը տեսնում ենք պատերազմները, աղետները, մարդոց դեպի կռապաշտություն, դեպի հեթանոսության առաջնորդող մարդիկ կան, ճշմարիտ Աստծուն թողած հեռացած են եւ հետեւյալն է ասում Գաղատացիս 6-րդ գլխի 10-րդ համարի մեջ. Ուստի քանի որ ժամանակը ձեռքերնից է, բարի կնենք ամենուն, մանավանդ հավատքի ընտանիքներուն։ Այո, մենք բարիք գործել են, երբեք չձանձրանանք։ Անոր համար անմիտ մի լակ, հապա իմացեք, թե ինչ է Տիրոջը կամքը։ Ինչ է Տիրոջը կամքը։ Տիրոջը կամքը բարի է։ Աստված չի ուզեր, որ մեկն էլ կորսվի, հապա ամենքն էլ հավատան եւ փրկվեն եւ հավիտենական կյանք ունենան։ Հռոմեացիս 12-րդ գլխի 2-րդ համարի մեջ ասում է.
եւ մի կերպարանեք այս աշխարհին կերպարանքովը, ապա ձեր մտքին նորոգությունով նորոգվեցեք, որպեսզի քննեք, թե ինչ է Աստծո կամքը, որ բարի ու հաճելի եւ կատարյալ է։ Առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլխի 3-րդ համարի մեջ ասում է. «Վասնզի Աստված կկամենա, որ դուք սուրբ ըլլաք, ետ կենաք պոռնկությունը»։ 18-րդ համարի մեջ ասում է. «Մի գինովնակ գինեով, որում մեջ անառակություն կա, ապա հոգիով լցվեցեք, սուրբ հոգիով լցվենք, գինին ծաղրող է, ու ցքին կռվազան ասում է, ով որ արսոնց անznատուր լա իմաստուն չլար»։ Առակաց 20-րդ գլխի առաջին համարն է ասում։ Եսայի 5-րդ գլխի 11-րդ համարի մեջ ասում է. «Վայ անոնց, որոնք արտու կանող կելեն ու ցքի խմելու ետևեն կլան, եւ իրիկունն ալ կուշանան, մինչեւ որ գինին իրենց գլուխը տաքցնե»։ Եվ 5-րդ գլխի 22-րդ համարի մեջ դարձյալ Եսայի մարգարեն ասում է. «Վայ անոնց, որոնք գինի խմելու համար զորավոր ու ցքի խառնելու համար կտրիչ են»։ 19-րդ համարի մեջ գալով ասում է. «Սաղմոսներով, օրհնություններով եւ հոգեվոր երգերով ձեր մեջ խոսակցելով երգեցեք եւ սաղմոսեցեք Տիրոջը ձեր սրտերում մեջ»։ Այո, մենք ինչպես եւ ամեն պաշտամունքները հոգեվոր երգերով ենք առաջնորդում, սաղմոս ենք կարդում եւ այդ օրհնության երգերով Տիրոջն ենք փառաբանում։ Կողոսացիս 3-րդ գլխի 16-րդ համարի մեջ ասում է. «Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակի առատապես, ամեն իմաստությունով, իրարու սորվեցնելու ու խրատելու, սաղմոսներով եւ օրհներկություններով եւ հոգեվոր երգերով ձեր սրտերի մեջ շնորհքով Աստված օրհնելու»։ Հակոբոս առաքյալը 5-րդ գլխի 13-րդ համարի մեջ ասում է. «Եթե ձեզ մեկը նեղության մեջ է, աղոթ թող ունե, եթե մեկը ուրախ է, սաղմոս թող երգե»։ Առաջ ին ուխտի ժամանակ գիտենք, որ Աստված պաշտությունը նաև սաղմոսներ էին երգում, ինչպես նաև հոգևոր երգերով Աստծուն փառաբանում։ Կար խումբ ժամանակ, որ կարծեմ ամերիկյան խումբ էր, որ աշխարհի բոլոր երկրների մեջ շրջակայում էին սաղմոսներ էին երգում, Տիրոջը փառաբանելով։ Մենք էլ մեր երգարանի մեջ նաև ունենք հոգևոր երգեր, որոնք սաղմոսների հիման վրա գրված են եւ մենք էլ ունենք մեր երգարանի մեջ Տիրոջը փառք տալով, այդ սաղմոսները երգելով։ Ամեն ատեն, ամեն բանի համար գոհություն տվեք Աստծո ու Հորը մեր Տեր Հիսուս Քրիստոսին անունով։ Սաղմոս 34:1-ի մեջ ասում է. «Ամեն ժամանակ Տերը պիտի գովեմ, անոր գովությունը միշտ իմ բերանս պիտի լինի»։ Կողոսացիս 3:17-ի մեջ ասում է. «Ամեն ինչ որ կնեք, թե խոսքով եւ թե գործով, բոլորը Տեր Հիսուս Քրիստոսի անունով արեք, Աստծո եւ Հորը գոհություն մատուցանելով անոր ձեռքով»։ Մենք միշտ գոհ պիտի լինենք մեր կյանքերի մեջ, ինչպես եւ հիշեցինք գոհաբանության օր ավելի առավել Տիրոջը փառք տալու, որ այս տարվա մեջ այսքան ամիսներ արդեն որ կմոտենա նաեւ գոհաբանության օրը եւ նոր տարվա ժամանակները, Սուրբ Ծննդյան ժամանակները Տիրոջը փառք ենք տալիս ամեն ինչի համար, այս օրերի համար եւ Առաջին Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 18-րդ համարի մեջ ասում է. «Ամեն բանի մեջ գոհություն տվեք, վասնզի այս է Աստծո կամքը, Քրիստոս Հիսուսով ձեր վրա»։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 1:3-ի մեջ ասում է. «Պարտինք ամեն ատեն Աստծո գոհանալ ձեզի համար եղբայրներ, ինչպես կվայելեք, քանզի ձեր հավատքը շատ աճելու վրա է եւ ձեր ամեն մեկուն սերը իրարու վրա կշատնա»։ Այո։ Եվ եզրափակելով կուզեմ այս համարը ընդհանուր այս ձերտողության քարոզախոսության հետ առաջին Պետրոս
4-րդ գլխի 11-րդ համարից։ Եթե մեկը խոսի Աստծո պատգամներում պես թող խոսի։ Եթե մեկը մատակարարություն ունի, որպես թե Աստծո շնորհներու զորությունեն թող ունի, որպեսզի ամեն բանի մեջ Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսին ձեռքով, որում փառք եւ զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Թող Աստված օրհնի ձեզ, զորացնի, հաստատի այս ճշմարտության խոսքերով, Տերոջը փառքին համար ծառայենք, նվիրենք մեր երգերով, սաղմոսներով, օրհներգություններով, ամեն ժամանակ Տիրոջը փառավորելու իրեն փառք հավիտյանս հավիտենից ամեն։